Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հովակիմյան, քանի որ վերջին մի քանի օրվա ընթացքում ցենց ամենակննարկվող թեման էր երեք ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների չեղարկումը եւ վերակվեարկություն չնշանակելը, հիմա եկեք գանք հեր նախ ինչու անվավեր ճանաչվեցին այդ ընտրատեղամասերի քվեարկությունը։ Որտեղ այդ ընտրատեղամասերում քվեարկությունը օրինական չէր ընթացել։ Ինչի մասը։ Ինչ է ինչ էր եղել։ Օրինք մի դեպքում 12 կոտորակ 13-ում կուսակցությունից մեկի քվեաթերթիկը չգիտես ոնց չէր եղել ոնց որ ընտրողներին հասանելի, այսինքն սեղա չէր տրամադրվել եւ միայն ժամը 6-ին էր այդ փաստը իհայտ եկել։ Մյուս երկու դեպքում Դա երևի որտեվ առաջին ընտրողն էր, որ ասել էր բաուրա։ Ժամը 6-ին էր փաստը իհայտ եկել։ Մյուս երկու դեպքում ժամը 8-ից մի փոքր առաջ մեզ ասում են, որ տեղամասի դիմաց կան զինվորներ, որոնք չեն հասցրել քվեարկել, բնականաբար արձագանքը այն է, որ ընտրական օրենսգիրքը ասում է, որ բոլոր այն ընտրողները, ովքեր որ ժամը 20:00-ին տեղամասը փակվում է եւ բոլոր այն ընտրողները, ովքեր գտնվում են քվեարկության սենյակում, նրանց հնարավորություն է տրվում քվեարկելու եւ նոր քվեատուփը փակվում է։ Բնականաբար մեր արձագանքն էր, որ այս կարգով, եթե կարող եք հնարավորություն տալ, ասենք, քվեարկեն զինվորները, ուրեմն այդ հնարավորությունը տվեք։ Բայց այդ պահին, երբ որ այս կարգավորումը եղել է, ես կոնկրետ ասած չէի պատկերացնում, որ օրինակ տվյալ դեպքում մի տեղամասում քվեարկությունը կարող է երկարել 3 ժամ 40 րոպե, այսինքն այդ հնարավորություն, այսինքն տեղամասում գտնվողներին հնարավորություն տալը պարզվել էր, որ ասենք, չգիտեմ, 100, 200, չգիտեմ քանի հոգի եղել, որտեվ ըստ արձանագրությունների Մատյանի Հետո մյուսում 1 ժամ 22 րոպե։ Եվ այս ամենը, երբ որ մենք, այսպես ասեմ, մենք այս ամենը մեր համար վերջնական ոնց որ բացահայտել ենք արդեն քվեարկության ամփոփելուց հետո, երբ որ արդեն մատյաններն էին ուսումնասիրվում, երբ որ նաև քաղաքական ուժերից էին բողոքում այս զինվորների քվեարկությունը, այսպես ասած, անդադ շարքվում էր, ընդհանուր ընտրությունների օրինականության վրա էր փորձում դրանով ստվեր նետել։ Եվ երբ որ արդեն տվյալ տեղամասի ընտրական հանձնաժողովների արձանագրությունները, երբ որ մեզ ուղարկեցին պատճենները, այսինքն մենք հանձնացինք, ասենք պատճենները ուղարկեք, տեսնենք ինչա գրված, ինչա տեղի ունեցել այդ տեղամասի։ Եվ նաև կտրոնները, այդ տեղամասի նույնականացման սարքերը որ կան, որտեղ որ արձանագրվում է, թե երբ է սարքը ամփոփիչը տպել, այսինքն երբ է քվեարկությունը ավարտվել։ Երբ որ ուղարկեցին, փաստը դառավ, որ ըստ էության դեռ 20-55 տեղամասում եթե չեմ սխալվում Ուժեղ Հայաստան կուսակցության վստահված անձը 20-55 արձանագրում, որ տեղամասում դեռևս, չգիտեմ, 70 քանի զինվոր է գտնվում սենց։ Մյուս տեղում նույն պատկերը։ Եվ այս դեպքում, այսպես ասեմ, եթե մենք անվավեր չճանաչենք այդ տեղամասերի քվեարկության արդյունքները, ինքը կարող էր այդ տեղամասերի քվեարկության նույն այդ խնդիրը կարող էր ընդհանուր ընտրությունների որակի գնահատման վրա շատ էական ազդեցություն ուներ, որտեղ կարող էին արդեն, այսպես ասեմ, տարածել, դե որ այս երկուսն են, օրինակ, չգիտեմ, արձանագրել եւ այլ եւ այլ։ Ու մեր համար միանշանակ էր, որ այն երկու խնդիրը, որ մենք ունեցել ենք, որից մեկը մի տեղամասում, մյուսը երկու տեղամասում։ Այդ տեղամասերի քվեարկության արդյունքները, որ օրինական չեն, պիտի անվավեր ճանաչվի։ Պարոն Հովակյան, բայց այստեղ տեսեք, Պաշտպանության նախարարությունը, եթե չեմ սխալվում, պարզաբանում տարածեց, որ զինվորականները, որոնց մասի որ խոսքը գնում է քվեարկության, որ ուշ են մտել, կեսօրից այնտեղ են եղել։
Այսինքն այստեղ խնդիրը առաջ մարդիկ այսինքն փաստորեն ստացվում է 7.5 ժամ սպասել են իրենց հերթին եւ այս դեպքում չեք կարծում որ ընտրա տեղամասային հանձնաժողովի նախագահի նկատմամբ սանկցիաներ տեսեք իրականության մեջ հենց ընտրական օրենսգիրքը այդպես է նախատեսում իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները որտեղ որ անվավեր է ճանաչվել իրենք աշխատավարձ չեն ստանում այսինքն զրկվում են աշխատավարձից սա ասենց ասած դուժի երկրորդը օրենքը ուղղակի պահանջում է որ նյութերը պետք է ուղարկվեն դատախազություն եւ մի հատ դատախազություն պետք է գնահատի այդտեղ հանցակազմ կա թե ուղղակի ամբողջություն է տեղի ունեցել բայց որ հանձնաժողովը տվյալ դեպքում չի կարողացել օրինական կազմակերպի քվեարկության ընթացքը դա միանշանակ է սա վիճարկման թեմա չի սա քննարկման հարց չի նույնիսկ մեզ քննադատողները այս հարցում որ թե ինչու ենք անվավեր ճանաչել այս 3 տեղամասի քվեարկության արդյունքները չեն վիճարկում են մյուս որոշումը որ ըստ որի վերաքվեարկություն տեղի չի ունենալու ընդ որում պնդումները այսպես պալիտրան բավական մեծ է հա 3 ընտրատեղամասում անցկացնել վերընտրություններ եւ ընդհանուր առմամբ չեղարկել ընդհանրապես ընտրությունների արդյունքները հիմա գանք նվազագույնից ինչու վերաքվեարկություն տեղի չի ունենում տեսեք այստեղ երեք երբ որ մենք որոշումը նախագիծը հրապարակեցի բնականաբար քաղաքական ուժերից ընդդիմադիր քաղաքական ուժերից այդպես հանրային աղմուկ նույնիսկ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիաներ եւ այլ ըստ էության որոշման մեջ ես նախագծի մեջ ես ձեռնպահ եմ մնացել հիմնավորումները գրելուց ու հիմա երբ որ հետ եմ նայում որովհետեւ ինչներ ասենք ինչու չէի օրինակ այդպես որովհետեւ ինքը բավականին նախ երկար եւ միևնույն ժամանակ քանի որ արդեն հայտարարվել էր որ միևնույն է սահմանադրական դատարան են դիմելու մեր ընտրության մասնակիցներից ես ճիշտ ասած այն նախտեցած լավ որոշումը մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովում բուրըն քննարկումներ ենք ունեցել փաստարկներ քննարկել ես ամենը եւ վերջնական որոշումը որ այս ճանապարհով պիտի գնանք այդ կայացրել ենք եւ ես ըստ էության ասի ուրեմն կանենք այս տարբերակը որ մեր որոշումը այսինքն մեր գնահատականը կամրագրենք արդեն սահմանադրական դատարանում ամբողջ պատկերը ավելի այնտեղ քան որ այնտեղ էլ նաև սահմանադրական դատարանում մի քիչ բանավեճային է ավելի դու հնարավորություն ունես փաստարկներդ ավելի մանրամասն ներկայացնելու քան երբ որ դու դնում ես օրինակ որոշման նախագծի մեջ մարդիկ ուղակի այդ դնում են մեկում իրենք սկսում են խոսել դու չես կարողանում իրեն հակադարձել այսինքն բայց այս պարագայում տեղի ունեցավ այն որ ըստ էության ոնց որ ստացվեց մենք լուր արեցինք այսպես ինչ որ բան եւ իրենք սկսեցին հակադարձել եւ դրա համար այսօր առավոտյան ես վաղ առավոտյան մի հատ հայտարարությունը ուղակի որպեսի հիմնավորումների մի մասը ընդամենը հայտարարություն ներկայացի ու այստեղ ամենակարևոր մի ասեմ ինչն է էությունը որ երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչում վերաքվեարկություն դա մեխանիկական գործընթաց չի կարող վերաքվեարկությունը որոշվի զուտ մեխանիկորեն այսինքն քան որ անվավեր է ուրեմն վերջ պիտի նորից վերաքվեարկություն չի լինի որովհետև այս դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ամենակարևորը ընդհանուր ընտրությունների մասնակից ընտրողների իրական կամքի պահպանությունն է Իսկանում եք այստեղ դրա համար երբ որ նայում ենք ընտրական օրենսգիրքի 101 հոդվածը չէ ինքը տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովին ասում է գնահատի ընդհանուր արդյունքների վրա ազդել է թե ոչ թե այդ տեղամասի ուշադրություն այլ ընդհանուր արդյունքների վրա Այսինքն տոկոսային տրամաբանության բռնումը մնացածին թե չի բռնում, հա, այդ մոտավորապես, հա, դու կրամ։ Հիմա տեսեք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնավորապես, ասում է ինձ մի քանի 100 ձայն է պակասում ընդհանրապես, որ ես ունենամ խմբակցություն, այսինքն 4%-ի շեմը հաղթարեմ, այնտեղ մեծ թիվ էր 3.993 հազարորդական տոկոս են հավաքել։ 4-ին չի հերիքում, հա, իրոք, ասենք մինչև 100 ձայն։ Ասում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
չի նշանակում վերակվեարկություն, այ մենակ նրա համար, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանկարծ չանցնի խորհրդարան։ Ու բնականաբար իջեցնում են ձեր նաև քաղաքական անցյալը։ Այդ կարան անդադ իշելին դա չի։ Նայեք, նույն Վենետիկի հանձնաժողովը նման դեպքերում ուղղակի ամրագրում է, որ վերակվեարկությունը չի կարող տեղի ունենալ մի պայմաններում, երբ որ քվեարկությունը տեղի ունենում տակտիկական իմաստով։ Այսինքն ինչ է սա ենթադրում։ Սա ենթադրում է, երբ որ ընդհանուր քվեարկության արդյունքները այլևս հայտնի են բոլորին։ Եվ եթե այդ քվեարկությունը պիտի տեղի ունենա մի պայմաններում, որ մարդիկ, այսինքն տեղի ունեցել, չէ, 2002 տեղամասում ընտրությունները անցել են ազատ արդար թափանցիկ, այդ ազատության պայմաններում քվեարկությունը տեղի ունեցել, ձևավորվել է արդյունքներ։ Եվ 3 տեղամասում եղել է խախտումներ, ինչի համար այս 3 տեղամասում արդյունքները անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։ Եթե այս 3 տեղամասում քվեարկությունը չի կարող լինել նույն են մթնոլորտում, նույն են պայմաններում, որում տեղի ունեցել մյուս 2002-ը, այլ այս ընդհակառակ այս 3-ում դա տեղի ունենալու տակտիկական, այսինքն քվեարկության միջոցով փորձ է արվելու խմբագրել 2002-ի ձևավորած արդյունքը։ Հասկացանք, այստեղ է։ Ու Վենետիկի հանձնաժողովը ինքն էլ ասում, որ այդ դեպքում վերակվեարկությունը չի կարող տեղի ունենալ։ Բայց սխալ Հովանեսյան, այստեղ մի կազուս է երևի, բայց տեսեք, վերակվեարկությունը այսպես թե այնպես ցանկացած կլինի 3 թե 30 անդրատեղամասում, իրենք տեղի են ունենում այդ գործընթացը ընտրությունների ընտրությունների ավարտից 2 շաբաթ հետո։ Այսինքն այսպես թե այնպես հասկանալի է ընդհանուր պատկերը։ Եթե ընդհանուր պատկերը, եթե ընդհանուր օրինակ նույն 30 կամ 40 տեղամասում, եթե ընդհանուր պատկերը բոլորի համար կարա փոխվի, դա մի պայման է։ Այսինքն բոլորի համար փոխվի, բոլոր խաղաղ, այսինքն տեղամասերի թիվը օրինակ այնքան մեծ է, որ բոլորի համար կարող է պատկեր փոխել։ Դա մի իրավիճակ։ Մենք դա կարա այդ իրավիճակը լինի։ Կամ նույն գնահատմամբ, երբ որ այս թունավոր խնձորը, այսպես ասած, որը կտրել դրել են դեն եք նետել, եթե հանում ես ու պատկերը չի, այսինքն պատկերը հստակ է, ուրեմն դա է։ Սա է, այսինքն այս դեպքում որտեվ հակառակ ավելի հասկանում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սխալ կլիներ, որ այս պայմաններում նկատի ունեմ, երբ որ դու 3 տեղամասի քվեարկության անվավեր ճանաչել ու ինքը այդ 3 առանց 3 տեղամասի ունես նույն այն պատկերը, ինչ որ ունես այդ 3 տեղամասով պլյուս անճշտությունները, եւ բերես ասես այստեղ վերակվեարկում։ Դու ուղղակի սա կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորություն է ստեղծել, որին 2002 ընտրողների ձևավորված քվեարկության արդյունքները 3 տեղամասով վերախմբագրվեր։ Այսինքն եթե տարբերությունը այսքան չնչին չլիներ, եթե տարբերությունը չէր կիրառվի, ասենք այդ էական ազդեցության չափորոշիչը, հա։ Այսպես ասեմ, եթե այս տարբերությունը այսքան չնչին չլիներ, այս թափես խոսակցությունը չէր լինի։ Այսինքն ուզում ասեմ, այս բանավեճը չէր լինի։ Օրինակ նույն 21 թվականին նույնպես ստացվում որ նույն քաղաքական ուժը 1800 ձայնով շեմը չէր ախտահարել։ Իհարկե այնտեղ անվավեր տեղամասեր անվավեր չէին ճանաչվել, բայց ես հիշում եմ, որ երբ որ թվերը ճշգրտվում էին, մի քանի հարյուրով փոխվեցին։ Ոչ թե այսինքն ի սկզբանե սխալ մուտքագրված տվյալները ավելի շատ էին։ Այսինքն որ ուղղակի այդ գիշերը մուտքագրելուց նախնական արդյունքները, ասած որն է, նախնական արդյունքները եւ վերջնական արդյունքները ավելի էական տարբերություն ունեին։ Բայց տարբերությունը, քան որ մեծ էր, դա ոչ ոք դրա վրա ուշադրություն չտա, այն ժամանակ ուշադրություն չդարձրեց, որտեղ բոլորը գիտեն, որ նախնական արդյունքը նախնական արդյունք է։ Եվ վերջնականը պետք է վերջնական երբ որ կհրապարակվի։ Բայց այդ ժամանակ դրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որտեղ տարբերությունը, այսինքն այդ պակասող, այսպես ասած, քվեները այդ ժամանակ մոտ 1800 կարգ էին, այսինքն դա համար տենց ուշադրություն։ Այս դեպքում ամբողջ իրականում այս բանավեճ ասեմ, չգիտեմ, այս քննարկում դա որ ըստ էության մեկ ձայնը
դարձել է մեր կյանքում որոշիչ։ Սա է։ Եվ այդ մեկ ձայնը իմն էր։ Հիմա այսպես ամփոփելով այս հատվածը մեր զրույցի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ այս երեքը, որ հանում ենք, այսինքն վերակվեարկություն չի լինում, բայց իրենք դուրս են գալիս, դա ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չի թողնում, այսինքն մարդիկ եկել են քվեարկել են այնպես ինչպես իրենք պիտի քվեարկեին, այսինքն հասկանալի է որ տոկոսայինով մոտավորապես։ Տեսեք իրականության մեջ երբ որ դու ասում ես քվեարկության գործընթացը անօրինական է եղել, դու արդեն, այսինքն այլևս արդյունքը էական չի, այսինքն այնտեղ դրա համար ընտրական օրենսգիրքը այս դեպքում նախատեսում որ բոլոր տվյալները զրոացվեն։ Այսինքն էական չի թե այդ անօրինական քվեարկությամբ ով քանի ձայն է ստացել։ Լավ, իսկ եթե չզրոյացվեին, բարգավաճը մտնելու էր խորհրդարան վերջ թե չէ։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող։ Եթե չզրոյացվեին, այսպես է ստացվելու էր, որ մենք ընտրությունները ամփոփում ենք անօրինական քվեարկության արդյունքներով։ Հասկացա։ Հիմա տեսեք, ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիր մի շարք ուժեր պահանջեցին գրեթե բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնել, ընդ որում եթե ես չեմ սխալվում, ընտրությունների օրը հենց ընտրությունների ժամանակ առանձնապես բողոքներ չէին եղել դիտորդների։ Իրականության մեջ իրականություն սա է, որ երբ որ ակնհայտ դարձավ, որ ձայները, այսպես ասենք, մեկ ձայնի ճշգրտությամբ ազդեցություն է ունենալու, սա այդ ժամանակ ու սկսվեց որ այ վերահաշվարկ, բայց ամենագիտեք տարօրինակը որ քաղաքական ուժեր 30 տեղամասի հետ է կապված ստացվել ճիշտ, այսինքն իրավաչափ դիմում վերահաշվարկի։ Մնացած դիմումները վերահաշվարկի դիմումներ, այսպես ասենք տեխնացուն բանալ է կենտրոնական եթե գաղտնիք չի ընդհանուր առմամբ։ Այդպես չեմ հիշում, բայց 90%-ը ըստ էության վերահաշվարկել ենք։ Այսինքն պատկերացրեք 637 տեղամաս վերահաշվարկել ենք։ Որովհետև երբ որ ընտրատարածքներից կոնկրետ Երևանից ասում էին, որ ասենք այս ընտրական տեխնացուն դիմում է բերել, որ բոլոր տեղամասերը պահանջում են վերահաշվարկ, ասում են ոչ իրավաչափ դիմում է, այսինքն չի կարող այս դիմումով վերահաշվարկ իրականացնել, իմաստությունը էս էր, որ այո, դիմումը մերժում եք, բայց դուք ամեն ինչ անում եք, որ եթե ոչ ամբողջ ընտրատարածքը գոնե մեծամասն, այսինքն հնարավորինս վերահաշվարկ իրենք սխալ են ներկայացրել, բայց դուք ուղղակի վերահաշվարկ։ Եվ ես այս կարող եմ ասել, որ ըստ էության եթե իմ կողմից նշված 4 տեղամասերի սխալ մուտքագրումները հանենք, այդ տվյալները, տակի մնացած այն փոփոխությունները, որ տվել ենք 10 հատով, 5 հատով, մոտապես հեսա ձայների տարբերություն։ Այդ փոփոխություններն էլ պայմանավորված են անվավերների գնահատումներով, այսինքն տեղամասերը մի կերպ էին գնահատել քվեաթերթիկի անվավերությունը, ընտրատարածքները մեկ այլ կերպ են գնահատել։ Այսինքն այդ 5-10 հատով փոփոխությունը զուտ դրանով է պայմանավորված։ Պարոն Ավագյան, տեսեք, հիմա այսպես չեն էլ թաքցնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ ամեն ինչ արելու են, որպեսզի ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ հայտնվի։ Բայց դրա հետ մեկտեղ տեսեք մի այսպիսի նրբություն էլ կա։ Իշխանության ներկայացուցիչները, գործող իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ եղել են համատարած ընտրակաշառքներ, այսինքն քաղաքական առնվազն 3 ուժի ներկայացուցիչներ ընտրակաշառքներ են բաժանել, մեծ ծավալի, եւ ճիշտ է իրենք չեն ասում, բայց այսպես ավելի չեզոք տրամադրված քաղաքական իմաստով մարդիկ ասում են միևնույն է ընտրությունները լեգիտիմ չեն, որովհետեւ ընդդիմության մեծ մասը ձայների ընտրակաշառքի արդյունք ու հետևանք է։ Հիմա այս լեգիտիմության պայմանական եմ ասում ճգնաժամ կստեղծվի թե չի ստեղծվի։ Բնականաբար նման խնդիր չկա, այսպես ես կարող եմ մի բան ասել, որ այսօր բողոքող կուսակցությունները, մասնակիցները, բացի այս 4 սխալ մուտքագրումից, բացի մեր կողմից արձանագրած այդ 3 տեղամասերի դեպքերից որևէ խախտման, այսինքն չգիտեմ, ցնցող խախտման կամ ինչ-որ դեպք չեն կարող բերել։ Ավելին, ես ձեզ մի բան բացահայտեմ, որ քաղաքական ուժերը մեզ
դիմել են, մենք իրանց հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի իրենք բոլոր այն 1758 տեղամասերը, որտեղ որ տեսախցիկներ տեղադրված, իրենք հնարավորություն ունեն այդ տեսագրությունները ներբեռնելու եւ ուշադիր ուսումնասիրելու։ Ես ձեզ ասում եմ, որ դրանց, ասենք հասկանում եք, դիմում բողոքի մեջ միակ փաստական տվյալը, որ ներկայացվում է, ասենք չեմ ասի որ դիմ, բայց միակ փաստական տվյալը անվավեր քվեաթերթիկների թվի մեծ լինել էր։ Մեկ էլ այն, որ ընտրողների նույնականացնող սարքերը 79000 ընտրողի ոչ թե անձնագրի MRZ կոդն է ընթերցել, այլ ուղղակի տվյալների ձեռքով մուտք արվել։ Այդ ավելի MRZ ասեմ, MRZ-ն էլ որ ինչու օրինակ պայմանավորված լինում, երբ որ շատ են ընտրողները տեղամասում, այդ մուտքագրողները այդ հերթի տակ աշխատում են, շատ ժամանակ ուղղակի մի փոքր, եթե անձնագիրը սխալ պահեն, այսինքն ամբողջությամբ չդնեն այդ ընթերցող այդ հատվածում, ինքը ուղղակի այսպես ասում չի ընթերցում, որպեսզի իրանք process-ը չկանգնացնեն, իրանց համար ավելի հեշտ է դառնում այդ ժամանակ արագ ձեռքով տվյալները մուտք անել ու ընտրողին սպասարկել գնա առաջ, քան թե ասենք մի քանի անգամ այդ process-ը անել, հասկանում եք, որովհետև այդ պահին սարքի մասնագետը չի մտածում, որ օրինակ երբ որ ինքը իր օրինական գործողությունն է իրականացնում, որովհետև դա ընտրական օրենսգրքով էլ է գրված։ Երբ որ ինքը իր օրինական գործողությունը իրականացնում է, դա հետո կարող է ասենց ասած իրեն մեղադրեն, որ ինքը ինչ որ ապօրինի բան է օրինակ։ Իսկ էսա ես կրկնում եմ, թող փաստերը ներկայացնեն։ Փաստը ասենք անդադ շարքում է քաղաքական ուժերի բանավեճեր, նկատում եմ փոխադարձ մեղադրանքները, չգիտեմ, կսմիտները, այդ որ քարոզարշավի ժամանակ։ Ու մեզ ասում են բան արեք, սա քարոզության խախտում է։ Այսինքն ակնկալում են, որ կենտրոնական տրական հանձնարարը պետք է սկսի գրաքննել քաղաքական գործիչներին, ով ինչ իրավունք ունի խոսել, ով ինչ սրությամբ պետք է խոսի, ով ինչ կարող է ասել այդ։ Իհարկե մեր համար շատ ցանկալի կլինի, որ քարոզարշավը չսրվի, այսպես են կոշտրե, տորաբանություն չլինի, ակադեմիական հայերենով, միայն ծրագրերի շուրջ, շատ ես երազում եմ, թե երբ մենք այդպես կունենանք, բայց ամբողջ աշխարհում, միայն Հայաստանում չի, երբ որ քարոզարշավի հատկապես այսպես ծավալվում են վերջի փուլում, են վերջի շաբաթում, բոլոր ողջ աշխարհում այդպես ռետորաբանությունը սկսում է շատ կոշտանալ։ Բոլորը սկսում են մրցակիցները սկսում են իրեր ասում ամենաանհավանական մեղքերի մեջ մեղադրել, կամ չգիտեմ ինչի մեջ մեղադրել եւ այս եւ բառեր օգտագործել, որ ասենք սովորական պայմաններում ինքը երբեք ասենք դա չէր անի։ Վերցրեք նայեք, որ զարգացած ժողովրդավարական երկիր է, այս երևույթը կա ու դա մարդուն բնորոշ երևույթ է։ Պարոն Հովհաննիսյան, եւ ընտրություններից առաջ նախընտրական շրջանում այսօր էլ նման թեմա անկավ աչքովս, կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեղադրում էին անգործության համար, գիտեք որ դեպքերում այնտեղ հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք ձերբակալություններ իրականացրեց, ձերբակալվեցին նաեւ պատգամավորության տեխնացուներ, հետո պարզվեց, որ հակակոռուպցիոնը չի դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այսինքն դուք սանկցիա չեք տվել։ Հիմա 3 եղել էր այսօր պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ չի տրվել Հայաստանի Հանրապետության սահմանները լքել, ըստ էության դա սանկցիա է, որի թույլտվությունը էլի պիտի տա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե չէ։ Եթե այս ընթացքում եղել է մեկ դեպք, որը որ կարծեմ Գագիկ Ծառուկյանի հետ էր կապված, երբ որ ես ճիշտ ասած ես համոզված եմ, որ գլխավոր դատախազության մեր գործընկերները կամ հակակոռուպցիոն կոմիտեն կամ քննչական կոմիտեն, չգիտեմ ում վարույթում ով ինչ են քննում, բայց հաստատ իրենց որոշումներում հաստատ իրավաչափ որոշումներով են առաջնորդվում, էլի, որովհետև այսպես չի եղել, որ այօրինակ տեխնացուն չունի իր նկատմամբ օրինակ քրեական этаբը, որովհետև ընտրական օրենսգիրքը դա սահմանում է միայն այն դեպքում, երբ որ քրեական հետապնդումը սկսվում է տեխնացու դառնալուց հետո, տեխնացուի կարգավիճակը ձեռք բերելուց հետո, իսկ բոլոր այն դեպքերում, երբ որ
մեղադրյալ, չգիտեմ, ինչ որ քրեադատա ինչ որ կարգավիճակ ունի, եթե դա եղել է մինչև տեխնացուի կարգավիճակը ձեռք բերելու պայմաններում, այս անձնարարությունը չի աշխատում։ Բայց ես մի ուրիշ բան պիտի ասեմ, տեսեք, ասենք հակակոռուպցիայի կոմիտեի հետ կապված։ Երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն օրինակ հաղորդագրությունը տարածում էր, քաղաքական ուժերից երկուսը մեզ դիմեցին, որ մեր դեմ պետական մակարդակով, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն մեր դեմ հակակարճություն է իրականացնում։ Քանի որ մեր անունը օգտագործում է իր հաղորդագրություններում։ Բնականաբար գրությամբ դիմեցին հակակոռուպցիոն կոմիտեին եւ քննչական կոմիտեին, որ այսպես բողոք ունենք քաղաքական ուժերից եւ խնդրում ենք, եթե հնարավորության դեպքում զերծ մնալ քաղաքական ուժերի անուններ օգտագործելուց։ Երկու մարմիններ պատասխանեցին իրենց հղում անելով իրենց օրենսդրությանը, որ դա հաղորդագրությունները հիմնական հաղորդագրությունների նպատակը նախականխումն է։ Եվ դա իրենց անմիջական պարտականությունն է, որպեսզի իրենք միջոցներ ձեռնարկեն նույնաբնույթ հանցագործությունները նախականխելու համար։ Շատ ճիշտ եւ ոնց ասեմ, հիմնավոր վերաբերմունք։ Մենք խնդիրը այսքանով համարեցինք փակված։ Ինչ ձեզ դրա համար էլ մեղադրեց։ Այդ եմ ասում։ Հասկանում եք։ Ոնց կենտրոնական ընտրական հանձնաժողովին չի ասել ուսակցությունների անունը։ Եթե այս ամենի մեջ չլիներ մարդ, որ դիտորդական կազմակերպությունն է համակարգում, չգիտեմ։ Հասկանում եք։ Ուղղակի մի քիչ մենք այս դաշտում էլ խնդիր ունենք։ Մեր դիտորդների, նույն տեղական դիտորդների որակի հարցում էլ խնդիր ունենք, որովհետև վերջի 2 տարիներին մենք անընդհատ ստիպված ենք արձանագրել, որ մեր դիտորդների մի մասը, ավելի ճիշտ հիմնական դրանք իրանց այսպես առաջնորդ են, առաջնորդող մարդիկ են, լիդերներ այսպես ասած, իրենք վաղուց արդեն քաղաքական են, բայց չեն ուզում գնալ բացահայտ ազնվորեն քաղաքականությամբ, չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել եւ անընդհատ փորձում են իրենց այսպես քաղաքական մոտիվները, ինչ ասեմ, իրենց ակնկալիքները փորձում են էլի շարունակել քաղաքասարակության դաշտում սպասարկել։ Դե միգուցե ֆինանսական խնդիրը։ Չգիտեմ, բայց որտեղ ես եթե չեմ սխալվում ընտրություններից առաջ դուք կարողացաք այսպես ուժերից մեկին համոզել, որ իրենք դիտորդական գործունեությամբ չզբաղվում։ Դե դա ըստայություն եղավ վաղաշաբաթին ընտրությունների շրջանակներում, երբ որ մենք 10 ժամանոց նիստում այդ իրենց հետ եկանք այսպես փոխադարձ համաձայնությամբ, որ իրենք հրաժարվեցին, ասեն, որ իրենց ովքեր որ քաղաքական չեզոքություն խախտեն, որ տեղամասեր չեն գնա, բայց մենք իրենց գրանցումը պահպանեցինք, բայց դա եղավ նաև առիթ, որպեսզի իրենք էլ լրջորեն մտածեն, որ սկսեն բացահայտ քաղաքականությամբ զբաղվել ու ներկայումս զբաղվում են։ Հիմա այսպես ամփոփելով, ես գրեթե չեմ կասկածում, որ սահմանադրական դատարան գործը գնալու է, հասնելու այնտեղ, ընդ որում մեկ երևի դիմում չի լինելու, մի քանիսն է լինելու, որքանով է կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես լիազոր եւ իրավազոր մարմին, որը անցկացրել է ընտրություններ, վստահ, որ այնտեղ որևէ խնդիր չի առաջանալու։ Տեսեք, եթե վստահ չլինեինք, մենք մեր որոշումներ չենք կայացնի, բնական է։ Եվ բնական է նաև մյուս հանգամանքը, որ այն ինչ որ գրված է որոշումում, դա արձանագրումներ է, ոչ հիմնավորումները առկա են, բայց երբեմն որոշման մեջ ուղղակի արձանագրում է, հենց դրա համար կոչվում է որոշում։ Եվ մենք գնալ սահմանադրական դատարանում ամենայն մանրամասնությամբ ներկայացնելու ենք մեր բոլոր որոշումների իրավաչափ լինելը եւ կատարյալ օրինական լինելը։ Ինչպես կորոշի սահմանադրական դատարան, դա կորոշի սահմանադրական դատարանը։ Իսկ սահմանադրական դատարան այլ բան որոշի, քավլիցի, այսինքն դրա համար է սահմանադրական դատարան։
Շնորհակալություն զրույցի համար։ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։